Քրիստոս հարյավ իմերելոց, մեզ և ձեզ մեծ ավետիս։ Սիրելիներ, վերջերս մտածում էի, թե ինչպիսի դժվարությամբ ենք մենք սովորում որևէ գրափար աղոթք, որևէ հոգեշահ խոսք լսում կամ պարզապես մասնակցում եկեղեցական արարողություններին։ Փոխարենը մենք կարող ենք շատ հեշտությամբ լսել, այնուհետև պատմել, տարածել ինչ-որ մեկի մասին լսած պատմությունները, որոնք չգիտենք էլ արդյոք ճիշտ են թե սխալ։ Բամբասանք է արդյոք դա, թե ոչ։ Եվ որ ամենակարևորն է, մենք այդ պատմությունները տարածելով օգտակար գործ ենք անում, թե մասնակցում ենք այլոց բամբասանքին եւ այդ կերպ թունավորում մեզ, դիմացինին, նաեւ տվյալ մարդուն։ Եվ սա նրանից է մեծ մասամբ, որ մարդիկ իրենց կյանքում չեն կարողանում գտնել տեղը, չեն կարողանում հասնել անձնական երջանկության, փոխարենը սկսում են այլոց կյանքով ապրել, չարախնդալ, չարությամբ լցվել, բամբասել եւ քննադատել նրանց։ Մինչդեռ բովանդակ Սուրբ գրքում կան բազմաթիվ հատվածներ, որոնք խոսում են այս մասին։ Օրինակ, ով անզգամություն է սերմանում, նա չարիք է հնձելու եւ պատժվելու է ըստ իր գործերի, ըստ իր չար գործերի։ Կամ օրինակ, շատերն են ընկել սուսերի սայրից, բայց ոչ նրանց չափ, որոնք ընկել են լեզվի երեսից։ Այսօրվա ընթերցումը չար խոսքերից եւ գործերից զերծ մնալու մասին է։ Քանի որ ով ուզում է կյանքը սիրել եւ լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ ասելուց եւ իր շրթունքները նենգություն խոսելուց, թող հետ քաշվի չարից եւ բարին անի, խաղաղություն փնտրի եւ գնա նրա հետևից, որովհետեւ Տիրոջ աչքը արդարների վրա է, նրա ականջները բաց նրանց աղոթքին, բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է։ Եվ ով է, որ պիտի չարչարի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարուն։ Սիրելիներ, ջանանք նախանձախնդիր կերպով հետևել Տիրոջ պատվիրաններին, Աստծո խոսքին, որպեսզի մշտապես բարիք գործենք եւ հեռու մնանք զերծ մտքերից, որոնք կարող են դառնալ գործողություններ եւ այդ կերպ թունավորել ինչպես մեզ, այլև դիմացինին։ Ինչպես այսօրվա ընթերցման մեջ է ասվում, ավելի լավ է բարեգործություն գործել, իմանալով, որ պիտի չարչարվենք, բայց նաև իմանալով, որ դա է Աստծո կամքը, քան պարզապես չարիք գործել։ Ուրեմն ձեզ մաղթում եմ հենց այդ իմաստությունը, որպեսզի մշտապես կարողանանք առաջնորդվել Տիրոջ պատվիրաններով եւ մշտապես բարիք գործել, որովհետեւ այս աշխարհը հարատևում է սիրով եւ բարությամբ։ Աստված պահապան ամենքիս։